Բարև ձեզ, շարունակվում է աստրո ուղեցույցը, այսօր խոսելու ենք վերջին մոլորակի մասին և դա Նեպտունն է։ Նեպտունը արեգակնային համակարգի 8-րդ և արեգակից ամենահեռու գտնվող մոլորակն է, այն անզեն աչքով տեսանելի չի և հայտնաբերված միակ մոլորակն է, որի գոյությունը նախապես կանխատեսվել է մաթեմատիկական հաշվարկների միջոցով։ Քանի որ նա ունի արեգակից հսկայական հեռավորություն, դրա պատճառով Նեպտունի մեկ պտույտը արեգակի շուրջը տևում է 165 երկրային տարի։ Աստղաբանության մեջ Նեպտունը մեկ նշանում մնում է 14 տարի, դրա համար նա համարվում է սերունդների մոլորակ և բնութագրվում է ամբողջ սերնդի հոգևոր արժեքները և ուտոպիական գաղափարները։ Նեպտունը կառավարում է ձկներին, տարը ջուր, մետաղը անագ։ Նա խորհրդանշում է աստվածային սերը, տիեզերքի ներդաշնակությունը և հոգևոր միաձուլումը։ Նեպտունը կառավարում է այն ամենը, ինչը չունի հստակ սահմաններ կամ ձև։ Նրա ոլորտներն են արվեստը, երաժշտություն, կինո, նկարչություն, ցանկացած ստեղծագործական գործունեություն, որտեղ մարդը գտնվում է Նեպտունի հովանու ներքո։ Ինտուիցիա և ենթագիտակցություն։ Նեպտունը կապ ունի նաև երազների, կանխազգացումների, էզոտերիկայի, հոգեբանության, կրոնի հետ։ Նա մղում է մարդուն փնտրել կյանքի իմաստը նյութական աշխարհից դուրս։ Նեպտունը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսևորումներ։ Դրականի դեպքում նա տալիս է հոգևոր պայծառություն, անսահման կարեկցանք, ստեղծագործական ուժ, իսկ բացասականի ժամանակ նա տալիս է մարդուն իլյուզիաներ, ինքնախաբեություն, իրականությունից փախուստ, քաոս, կախվածություններ, ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեկան խնդիրներ, ամեն բան կախված է մարդու անձնական քարտեզից և Նեպտունի դիրքից։ Օրինակ, եթե Նեպտունը գտնվում է 9-րդ տանը, ապա այն առանձնահատուկ ազդեցություն է թողնում մարդու աշխարհայացքի, հավատքի և բարձրագույն գիտելիքի վրա։ Նեպտունը նաև ծովերի, գետերի, լճերի մոլորակն է։ Ըստ առասպելի, Նեպտունը դա հունական Պոսեյդոնն է, երբ Զևսը հաղթեց Կրոնոսին, ազատեց իր եղբայրներին Հադեսին և Պոսեյդոնին, նրանք վիճակահանությամբ բաժանեցին աշխարհը։ Զևսին բաժին հասավ երկինքը, Հադեսին ստորերկրյա թագավորությունը, իսկ Նեպտունին, Պոսեյդոնի ծովերի ու օվկիանոսների անդունդը։ Այս առասպելը խորհրդանշում է Նեպտունի կապը անգիտակցականի հետ։ Ինչպես օվկիանոսը, այնպես էլ մարդու հոգին ունի մակերես, ալիքներ, խորություն, որտեղ թաքնված են հրեշներն ու գանձերը։ Նեպտունն ուներ եռաժան, որը նվիրել էին իրեն կիկլոպները։ Նա այդ եռաժանով հարվածում էր ջրին կամ երկրին, առաջացնելով փոթորիկներ կամ երկրաշարժեր։ Աստղաբանության մեջ եռաժանին խորհրդանշում է մարդու 3 մակարդակները՝ մարմին, հոգի և շունչ։ Նեպտունի տված էներգիայի շնորհիվ կարող է խաղաղվել մարդու հոգու փոթորիկները և հակառակը ստեղծվի քաոս, որի պատճառով մենք կորցնում ենք կապը իրականության հետ։ Ըստ Պլատոնի, հենց Նեպտունն է հիմնադրել լեգենդար Ատլանտիդան, կատարյալ և հզոր քաղաքականությունը, սակայն երբ մարդիկ դարձան ագահ և կորցրեցին իրենց հոգևոր մաքրությունը, Նեպտունը մեկ գիշերվա ընթացքում ջրասուզ արեց ամբողջ կղզին։ Աստղաբանական իմաստով դա զգուշացնում է իլյուզիաների մասին։ Նեպտունը տալիս է հզոր երևակայություն Ատլանտիդայի տեսքով, բայց եթե մենք չափահանցնում ենք կամ կտրվում ենք բարոյական արժեքներից, այդ երազանքը կարող է փլուզվել։ Այսքանը մեր երազային Նեպտուն մոլորակի մասին։ Քանի որ խոսեցինք Նեպտունի մասին, ապա դժվար չի կռահել, որ հաջորդիվ կխոսենք վերջին նշանի ձկների մասին։ Ձկներ, սպասեք, անպայման կհանդիպենք։